Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, պայքարի իմ ընկերներ։ Հայաստանի քաղաքական պատմության մեջ կա մի վատ ավանդույթ։ Ընտրություններից հետո նախընտրական դաշինքները սովորաբար փլուզվում են, մարդիկ հեռանում, իսկ միավորող գաղափարները մոռացվում։ Բայց նայեք այս դահլիճին։ Մենք այսօր ավելի ամուր ենք և պինդ ու պատրաստ նոր պայքարի։ Չնայած հարվածներին, քաղաքական հալածանքներին, աննախադեպ ճնշումներին, Հայաստան դաշինքը ոչ միայն մնաց կենսունակ, այլև այսօր ներկայանում է նորացված և ընդլայնված կազմով։ Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Հայ հեղափոխական դաշնակցությունը որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Մեզ միացել է առաջ կուսակցությունը, բազմաթիվ հասարակական հանրային գործիչներ և առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար Հայաստան դաշինքով։ Սիրելի հայրենակիցներ, անցնող ժամանակը մեզ համար չի եղել պարզապես քաղաքականությամբ զբաղվելու կամ պատգամավոր աշխատելու տարիներ։ Դրանք պայքարի և գոյության կռվի տարիներ էին։ Մենք չենք լռել, մենք չենք հաշտվել, մենք չենք նահանջել, մենք չենք թաքնվել, մենք դեմ առ դեմ կռիվ ենք տվել, լինի դա փողոցում, խորհրդարանում, թե միջազգային ամբիոններում։ Առաջարկում եմ մի պահ վերհիշել մեր անցած ճանապարհը։ Խնդրեմ։ Այն վտանգները, որոնք այսօր կան, մեր երկրի առջև ստիպում են հետ գալ և պայքարել։ Կեղծում եք։ Դուք պտի կենակ։ Հակահայաստանը մեծամասնություն է միայն այս դահլիճում։ Ձեր գործունեության արդյունքում մենք հայրենազրկվել ենք։ Հետևելով վերջին իրադարձություններին պարզ է դառնում, որ Հայաստանի անունից հիմա բանակցում է սա։ Սա պայքար է հանուն Արցախի և Հայաստանի։ Երեսուն տարի Արցախը անկախ եղել փաստացի։ Ինչ նշանակում նախնական սահմանազատ։ Դուք եք եկել վարչապետ և պարտավոր էիք այդ կամքը իրականացնել։ Խնդրում եմ, եկեք մեր տուն որևէ մեկը, ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է։ The people of Armenia deserve elections in which their voice alone. I believe it's time for clear their realization. Հայր մեր, որ երկնքում ես, բրկիր մեզ այս չարիքից։ Գյուղեր եք կիսել, առաջնագիծ եք հանձնել։ Սրանց վերջը եկել է, հանգիստ եղեք։ Որոշել եք կալանավորեք, ձեր է հետա, կալանավորել է։
գիտակցում, թե դուք ինչ պաշտոն եք զբաղեցնում, եւ դուք չունեք ամոթի զգացողություն, Հասկացա, միջև վերջ չի հասնում, չի ստորագրվում։ Հետո, բայց արդեն դուք տվել եք, չէ՞ իրենց տալունը։ Ու լոլոն էլ պետք չի ստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ։ Հայաստանի Հանրապետությունը վերածվում է ոստիկանապետության։ Դուք խաղաղություն չեք բերել։ Դուք չեք կարող խաղաղություն բերել այն պայմաններում, երբ որ պատերազմ եք բերել, ողբ եք բերել։ Սիրելի հայրենակիցներ, սա մեր միասին անցած ճանապարհի մի հատվածն էր։ Մենք չենք խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, չենք վախեցել թիրախավորվելուց, չենք ասել լուռ մնանք, հարվածներ չընդունենք, հետո կմասնակցենք ընտրություններին։ Մենք դուրս ենք եկել պայքարի, որպեսզի վիճակը փոխենք։ Այո, սխալներ եւ բաց թողումներ եղել են։ Ես սա ասում եմ ուղիղ, բայց մեր սխալները պայքարողի սխալներ են, ոչ թե դավաճանի կամ անտարբեր դիտորդի։ Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում։ Մենք մեր նպատակների, մեր քայլերի եւ գործողությունների մեջ եղել ենք անկեղծ եւ ազնիվ։ Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մեր պայքարի բոլոր ընկերներին, բոլոր մեր հայրենակիցներին, ովքեր չլռեցին, պայքարեցին իրենց առողջության, իրենց ընտանիքի եւ իրենց ազատության հաշվին։ Դուք մեր երկրի իմունիտետն եք, դիմադրության օջախները, պայքարի ջահը առաջ տանողները։ Այս տեսակը մեր երկրում չի պարտվելու, այս տեսակը մեր երկրում հաղթելու է։ Սիրելի ներկաներ, այսօր մեր ընկերներից շատերը անազատության մեջ են։ Առաջարկում եմ ողջունենք Հայաստան Դաշինքի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանին, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանին, մեր սրբազաններին, բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին։ Սիրելի ներկաներ, մի թեմայել եմ ուզում անդրադառնալ ու անցնենք բուն նյութին։ Այսօր մեզ շատերը ասում են նախկին, ասում են նախկին եք, փորձելով դրանով պիտակավորել մեզ։ Փաստորեն անցյալ եւ պատմություն ունենալը պիտակավորում է։ Մենք մեր պատմությունից եւ անցյալից չենք հրաժարվում։ Դա անկախություն կերտելու, Արցախ ազատագրելու, պետություն կառուցելու եւ արժանապատիվ ապրելու պատմություն է եւ ապագայի պատմություն։